Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ հաշվեկնիչ պալատի եզրակացությունը ներառում է հաշվեկնության կարծիքը, տեղեկություններ, հաշվեկնությունների արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների, խեղաթյուրումների եւ դրանց հիման վրա ձևավորված առաջարկությունների մասին։ Հաշվեկնիչ պալատի եզրակացությունը պատրաստվել է եւ հաշվեկնության կարծիքը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի ծախսային մասում նշանակալի մաս ունեցող 8 բյուջետային հատկացումների կարգադրիչների բյուջեի կատարման եռամսյակային հաշվետվությունների նկատմամբ իրականացված 32 ֆինանսական եւ համապատասխանության հաշվեկնության արդյունքների հիման վրա։ Ֆինանսական եւ համապատասխանության հաշվեկնությունների շրջանակում իրավամեթոդաբանական կարգավորների համաձայն եւ հաշվեկնիչ պալատի կարողությունների համապատասխան գնահատվել են ֆինանսական փաստաթղթերի վարման պահանջների կատարումը եւ դրա արդյունքում ձևավորված հաշվետվությունների արժանահավատությունը, ինչպես նաեւ հաշվեկնության առարկային վերաբերելի պահանջների պահպանումը։ Կուտակվել են հաշվեկնության բավարար համապատասխան ապացույցներ, ստացվել է ողջամիտ հավաստիացում առ այն, որ ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով զերծ են խեղաթյուրումներից եւ հաշվեկնիչ պալատը ներկայացնում է հետեւյալ կարծիքը։ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ եւ իրական պատկերը կիրառելի հիմունքների համաձայն։ Ըստ այդմ հաշվեկնիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ արտահայտում է դրական եզրահանգում։ 2024 թվականի պետական բյուջեի հաշվեկնության վերջնարդյունքում արձանագրվել են 83 անհամապատասխանություններ եւ 6 խեղաթյուրումներ, որոնք չեն ազդել հաշվեկնության կարծիքի վրա, քանի որ հանրագումարով կազմել են հաշվեկնության ենթարկված ծախսերի 0.11% կամ բացարձակ մեծությամբ 3.1 միլիարդ դրամ, ինչը զգալիորեն ցածր է էականության շեմից։ Արձանագրված անհամապատասխանությունների եւ խեղաթյուրումների հիման վրա հաշվեկնիչ պալատը 48 առաջարկություն է ներկայացրել հաշվեկնության ենթարկված մարմիններին։ Մեկ անհամապատասխանություն հաշվեկնիչ պալատը գնահատել է որպես համակարգային, բայց միշտ դրա բովանդակությանն անդրադառնալը հնարավոր տարընկալումներից խուսափելու նկատառումով կուզենայի եւս մեկ անգամ անդրադառնալ անհամապատասխանություն եւ խեղաթյուրում հասկացություններին, մասնավորապես դրանց աուդիտի եւ հաշվեկնության բնագավառում կիրառվող տրամաբանությանը։ Անհամապատասխանությունը ըստ այդմ հաշվեկնության առարկան կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջները չպահպանելու դեպքն է։ Խեղաթյուրումը ֆինանսական հաշվետվություններում դրանց պատրաստման համար սահմանված պահանջներից տարբերվող ցուցանիշի արտացոլումը։ Ընդ որում տեղին եմ համարում նկատել, որ հաշվեկնիչ պալատը արձանագրված անհամապատասխանություններին քրեա իրավական որակումներ չի տալիս եւ դրանց հնարավոր հետևանքների վերաբերյալ կանխատեսումներ չի անում։ Այժմ կուզենայի անդրադառնալ 2024 թվականի պետական բյուջեի հաշվեկնության արդյունքում արձանագրված համակարգային անհամապատասխանությանը, ըստ որի Հայաստանի Հանրապետության որպես մեկ միասնական միավորի ֆինանսական հաշվետվություններ, որոնք կպարունակեն տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության ակտիվների, պարտավորությունների վիճակի եւ գործունեության արդյունքների վերաբերյալ 2024 թվականի համար չեն պատրաստվել։ Հաշվեկնությամբ բարձվել է նաև համակարգային անհամապատասխանության համար հիմնական գործոն հանդիսացող պատճառներից մեկը եւ դա պետական մարմիններին վերապահված գործունեության հիմնական ոլորտներում Հայաստանի Հանրապետության ակտիվների, պարտավորությունների, զուտ ակտիվների վիճակի, շարժի, գործունեության արդյունքների հաշվապահական հաշվառում չվարելու հանգամանքն է։ Այս դեպքում եւս շփոթությունից խուսափելու նկատառումով հարկ եմ համարում պարզաբանել, որ սա չի նշանակում, որ պետական մարմիններում իրենց վերապահված գործունեության հիմնական ոլորտներին վերաբերող իրադարձությունները չեն հաշվառվում։ Օրինակ, աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը միանշանակորեն հաշվառում է կենսաթոշակների, ընտանեկան նպաստների, սոցիալական զանազան միջոցառումների, շահառուների հետ կապված հարաբերությունները։
Առողջապահության նախարարության գործակալությունը հաշվառում է պետական բյուջեի միջոցառումների շրջանակում շահառուների եւ նրանց կողմից ստացած բժշկական ծառայությունների ըստ տեսակների գործառնությունները։ Շրջակա միջավայրի նախարարությունը, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն եւ այլ մարմիններ հաշվառում են Հայաստանի Հանրապետությանը պատկանող ջրային ռեսուրսները, անտառները, ընդերքը եւ այլն։ Ֆինանսների նախարարությունը հաշվառում է պետական պարտքը, պետական եկամուտների կոմիտեն հաշվառում է պետական եկամուտները եւ այլն, բայց նշված գործառույթների իրականացման շրջանակում տեղի ունեցող տնտեսական իրադարձությունների դեպքերի համար չի վարվում հաշվապահական հաշվառում կամ նույն կենսաթոշակի նշանակումը, ընտանեկան նպաստի նշանակումը, պետության կողմից շահառու ճանաչված քաղաքացուն բժշկական կազմակերպության կողմից բժշկական ծառայություն մատուցելու, պետության սեփականության անտառում ծառ տնկելու կամ հատելու ու այս ցանկը կարելի է գործնականում անընդհատ շարունակել բազմաթիվ պետական մարմիններին վերապահված գործունեության հիմնական ոլորտներին վերաբերելի իրադարձությունների դրամական արտահայտության տվյալները դրանց տեղի ունենալու պահին հանրային հատվածի հաշվապահական հաշվառման օրենսդրության համաձայն չեն գրանցվում հաշվապահության մեջ եւ հետեւաբար չեն արտացոլվում ֆինանսական